Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ իհարկե ինչպես խոստացել էի ծրագրի երկրորդ հատվածում խոսելու ենք էլի շատ արդիական ու շատ բավականին հետաքրքիր թեմայից IT ոլորտը, ՏՏ ոլորտը կամ ինչպես ասում են, հա, Սովորիր IT ընկերությունը ՏՏ մասնագետների պատրաստման առցանց կենտրոն է, որի գլխավոր նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կրթել 100,000 եւ ավելի ՏՏ մասնագետ եւ յուրաքանչյուրին ցուցաբերել անհատական մոտեցում կրթության եւ աշխատանքի տեղավորման հարցում։ Սովորիր IT ընկերության գործադիր տնօրենն է այսօր մեր հյուրը Մարտին Ղազարյանը եւ Սովորիր IT ընկերության մարքեթինգի եւ PR բաժնի ղեկավար Արմինե Գրիգորյանը։ Բարի առավոտ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալություն։ Մի ոլորտ եք ընտրել, որ այսօր ժամանակակից է ամենապահանջված մասնագիտություններից մեկն է IT։ Ինչու հենց այս ոլորտը։ Շատ լավ, նախ շնորհակալություն Սուրեն ջան ներկայացնելու համար։ Մենք հատուկ ենք ընտրել IT ոլորտը, քանի որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում մեծ միտում կա IT տեխնոլոգիաների զարգացմանը։ Հայաստանում տեսանք, որ բաց պահանջարկ կա այս ոլորտում ու հիմնեցինք 2023 թվականին մեր կազմակերպությունը Սովորիր IT-ին, որը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների պատրաստման առցանց եւ հետագայում արդեն նաեւ ի ուրախություն բոլորի օֆլայն կենտրոն է, երկու հիբրիդային մոտեցումամբ սովորեցնում ենք տարբեր մասնագիտություններ։ Ոլորտի արդիականությունը մնայուն է ու այս պայդրությամբ մեծ պահանջարկ ունի, պահանջարկը գնալով աճում է տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության եւ մի շարք այլ ուղղվածությունների առաջընթացի հետ։ Այսինքն ոլորտը բավականին մեծ պահանջարկ ունի, դատելով նաև նրանից, որ այս ընթացքում քանի ուսանող եք ունեցել արդեն։ Թվով 7500 եւ ավել ուսանողներ ենք ունեցել այս տարիների ընթացքում ու ուսանողների քանակը գնալով շատանում է։ Մոտ 100 միլիոն անգամ Հայաստանի Հանրապետության տարածքում ցուցադրվել ենք այս պայդրությամբ։ Վաու, սովոր դասընթացներն անցնում են on-line եւ off-line, հա, երևի ամենաառաջին ավելի շատ երևի on-line-ի տարբերակում են։ Այո, on-line-ը պանդեմիայից հետո ամենահարմար տարբերակն էր on-line կրթության անցումը ու դրանից հետո հենց այդ հիմքերի որոշմամբ ենք այդ որոշումը կայացրել։ Սկզբից սկսել ենք on-line-ով, այս պայդրությամբ ունենք 4 տեսակ, այսինքն on-line անհատական, on-line խմբակային, off-line անհատական եւ off-line խմբակային, այսինքն 4 ենթատեսակով թվով 55 եւ ավել դասընթացներ ունենք ենթախմբերով իրենց։ Սա երևի նաև տալիս է հնարավորություն մարզերում մեր հա հայրենակիցները այնտեղից կարողանան սովորել նաև։ Ոչ միայն մարզերում, այլ նաև հայկական Սփյուռքում, որովհետև ուսանողների մի որոշ հատված նաև արտասահմանից են ու հնարավոր աշխարհի թվով 37 երկրներից ունեցել են ուսանողներ։ Լավ, եկեք մոնիտորինգ անցկացնենք ու հասկանանք, թե որն է ձեր առաջարկած ամենապահանջված դասընթացները եւ ձևաչափերը։ Այս պայդրությամբ ամենապահանջված դասընթացը մեր մարքեթինգային դասընթացներն են, քանի որ այդ IT բառով ունենք նաև IT-ի հետ կապված դասընթացներ, բայց IT-ից դուրս հավելյալ դասընթացներ ունենք, որոնք ունեն բավականին հետաքրքիր պահանջարկ եւ շուկայում հետաքրքիր հաստիկներ, թափուր հաստիկներ, որոնք համալրվում են այդ մասնագետներով։ Դրանցից են սոցիալական մեդիա մարքեթինգը, SMM-ը, գրաֆիկ դիզայնը, թվային մարքեթինգը, բիզնեսը Amazon-ում, բիզնեսը Wildberries-ում եւ մի շարք այլ հարթակներում որոնք մեծ տենդենսներով դեր գնում են առաջ ու սրանք մի մասն են ընդհանրապես մասնագիտությունների SMM-ից մինչև արհեստական բանականության դասընթացներ ունենք այս պայդրությամբ։ Եվ եթե այս ձեր նշվածներից, հա, եթե հասկանանք այսօրվա երիտասարդությունը ավելի շատ որ կողմն է գնում։ Ավելի գնում են դեպի մարքեթինգային ուղղություններ, որովհետև մարքեթինգը ավելի հեշտ է, մարքեթինգը ավելի համապարփակ կրթություն է տրամադրում իրենց ու տեսլական է, որ Հայաստանից անգամ նրանք կարող են արտասահմանյան կազմակերպությունների հետ հեռավար տարբերակով աշխատել, հնարավորություն է տալիս այդ կրթությունը ստանալ։ Շատ լավ, իսկ հիմնական խնդիրները, որոնք փորձում եք լուծել Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս, որոնք են կրթական ձևաչափի մեջ։ Այս պայդրությամբ ամենակարևոր խնդիրը, որը փորձում ենք լուծել, դա մարդկանց մոտիվացիայի բարձրացումն է։ Ինչու մոտիվացիան։ Մեր համար շատ կարևոր է մոտիվացիան, որովհետև ամեն ինչի, այսպես ասած, մոտիվը, շարժուղուշը հենց մոտիվացիան է։ Մենք ունենք քառափուլ ուսուցում, այսինքն ուսուցում, որից հետո անցնում են փորձաշրջան, սերտիֆիկացում եւ աշխատանքի կամ կարիերայի կենտրոն։ 4 փուլերը հնարավորություն են տալիս յուրաքանչյուր ուսանողին ստանալ կրթություն, կրթությունից հետո իր կրթությունը պրակտիկ տարբերակով կիրառել համապատասխան ընկերություններում կամ ում հետ համագործակցում են կամ շուկայում մեզ երբ դիմում են, որից հետո արդեն գրանցված սերտիֆիկացում եւ մեր ամենահետաքրքիր մասը աշխատանքի կենտրոնը, աշխատանքի կենտրոնի մասին գործընկերուհիս նկարագրի։ Աշխատանքի կենտրոնում ցանկացած ուսանող սկսում է իր ինքնակենսագրականը կազմելուց, հետո տարբեր փուլեր կան, որտեղ
սովորում է ինչպես իրեն ներկայացնի հարցազրույցներում, ուսանողների soft skill-երն են բացահայտվում, զարգացվում, ուսանողներին ծանոթացնում ենք այն հարթակներին, որտեղ իրենք կարող են գտնել աշխատանք Հայաստանում եւ Հայաստանից դուրս, եւ ունենք բավականին լավ ցուցանիշներ, մեր ուսանողները կարողանում են նույնիսկ ոչ թե Երևանում, այլ մարզերում, իրենց գյուղերում, քաղաքներում կարողանում են առցանց գտնել աշխատանք եւ աշխատել արտերկրում։ Շատ կարևոր բան եք ասում, որովհետև այսօր շատ են կենտրոններ, որ առաջարկում են ուսում, հա, ու հետո վերջ, այսինքն ուսովորեցիք, հա, ձեզ դիպլոմ, դե գնացեք գցեք ձեր աշխատանք։ Դուք ասացիք, որ նաև զբաղվում եք եւ հետեւողական եք, որպեսզի հետագայում արդեն ուսանողը կարողանա նաև անցնել աշխատանքի։ Այո, մենք ունենք բազմաթիվ գործընկերություններ, որոնք սպասում են մեր ուսանողների ավարտելուն, որպեսզի իրենց ընկերություններում անցնեն փորձաշրջան։ Այո։ Դասընթացները ինչպես են կազմակերպում օֆլայն տարբերակով։ Շաբաթվա մեջ քանի անգամ են, ինչպիսի հաճախականությամբ, որտեղ ըստ այս ամենի ես մտածում եմ, որ կան մարդիկ, ովքեր նաև սա անցալում են որպես արդեն երկրորդ կամ երրորդ մասնագիտություն եւ շատ անգամ աշխատանքից հետո ունեն ժամանակ գնալու եւ սովորելու։ Այո, այս պայդրությամբ մեր օֆլայն դասընթացները կազմակերպվում են թե օֆլայն տեղում ձևաչափով եւ թե հիբրիդային, այսինքն նաեւ օֆլայնի դասերին հնարավորություն ենք տալիս մասնակցել հեռավոր մարզերից ու հիբրիդային ձևաչափով, եթե սահմանափակում ունեն Երևան այցելելու, որտեղ բոլոր դասերը իրականացվում են Երևանում մեր օֆիսից, կենտրոնից եւ հնարավորություն են ստանում նաեւ մարզերից մասնակցել դասերին։ Այստեղ ամենակարևորն է, որ իրենք կարողանում են երեկոյան ժամերին միանալ, որտեղ երեկոյան ժամերին են մեծամասամբ մեծ պահանջարկ ունեցող դասընթացները այսպես գրաֆիկորեն տեղադրված։ Նայեք, մի հետաքրքիր բան կա, հա, սկսվեց IT ոլորտի զարգացումը, մուտքը ու հետո զարգացումը։ IT ոլորտը այնքան զարգացավ, որ ստեղծեց AI, հա, կամ արհեստական բանականություն, որը ասում են հետագայում սպառնում է հենց IT ոլորտին, որովհետև հենց արհեստական բանականությունը կարող է արհեստականորեն կատարել այդ ամբողջ աշխատանքը, որն այսօր անում է մարդը ՏՏ ոլորտում։ Որքանով եք տեսնում այս բախումը եւ մասնագիտության երկարացումը, հա, որովհետեւ եթե գա հասնի այդ վտանգին, այս մասնագետներ պետք չեն լինի, որովհետեւ կա արդեն AI, որ ամեն ինչ կանի։ Ինչ եք կարծում որպես այս դաշտի մարդիկ։ Իրականում այս պահին AI-ը համարյա թե բոլոր մասնագետներին օգնում է ու առաջիկա տարիներին ինձ թվում է կօգնի։ Դեռ կօգնի, մինչև հասկանում որ արդեն վնասում է։ Բայց կարծում եմ Հայաստանի Հանրապետության տարածքում դեռևս դեռ մի 15-20 տարի AI-ը որպես օգնող է լինելու, ոչ թե փոխարինող, որովհետև խելացի մասնագետները արհեստական բանականությունը ճիշտ կիրառելու դեպքում իրենց աշխատանքի ժամանակը կարողանում են ճիշտ տնօրինել, որովհետև ես ինքս անձամբ տեսել եմ, որ բժիշկներ վերցնում են, այսպես ասած, դիագնոզը տեղադրում արհեստական բանականության մեջ ու ավելի հարմար տարբերակով հետ ստանում։ Եթե մի process կարելի ավելի արագացնել, կարելի է օգտագործել այդ գործիքը, բայց ոչ թե փոխարինի, որովհետև դեռ հայերեն լեզվով, դեռ Հայաստանի Հանրապետության տարածքում ինքը ամբողջովին ճիշտ եւ հասանելի չի կիրառվում, չի գործում։ Այսինքն այն բոլոր առարկաները, որոնք դասավանդվում են, հա, սովորել IT-ում, դեռ բավականին հեռանկարային են։ Այո, կլինեն հեռանկարային, քանի որ արհեստական բանականությունը երբեք մարդկային գործոնը չի կարողանալու փոխարինել, հատկապես բիզնես եւ հաճախորդ, բիզնես գործատու աշխատակից հարաբերությունները, որոնք արհեստական բանականությունը չի կարողանալու ծածկել։ Լավ, դուք նշեցիք, որ մենք համագործակցում ենք բավականին շատ կազմակերպությունների հետ, որոնք հետագայում արդեն զբաղվում են մասնագետներին իրենց մոտ հրավիրելով։ Այ ինչ գործընկերներ կան, ովքեր կան այս դաշտում, որոնք կարող են վստահ ներկայանալ ձեր կողմից որպես մասնագետի, չգիտեմ, հրավիրող։ Այս պայդրությամբ ունենք թվով 70 եւ ավել համագործակցություններ, որոնք ոչ միայն մասնագետների ներգրավման համար են, այլ նաեւ կազմակերպության, սոցիալական ուղղվածության, քանի որ կազմակերպությունը ոչ միայն կրթական դասընթացներ տրամադրող կառույց է, այլ նաեւ հստակ սոցիալական գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում, թվով 2000 եւ ավել մարդկանց հնարավորություն ենք տվել անվճար տարբերակով հենց մեր մոտ սովորելու։ Այն գործընկերները այս պայդրությամբ որ կան, հիմնականում կապված են մեր բիզնես դասընթացների, սոցիալական մեդիա մարքեթինգի դասընթացների, իրենք մարքեթինգային կազմակերպություններ են, որոնք հայտնի, որոնք որոշակի չափ նոր բացված, որոնք հնարավորություն են տալիս մեր ուսանողներին իրենց մոտ փորձաշրջան անցնելու, լավագույն արդյունքներ գեներացրած ուսանողներին հենց հետագայում նաև աշխատանքի առաջարկ անելու։ Ու այս պայդրությամբ, եթե սոցիալական կտորից խոսենք, հնարավորություն ենք ունեցել համագործակցել մի շարք պետական կառույցների հետ, համագործակցում ենք թվով 10 համայնքապետարանների հետ մարզերում, ունենք տարբեր նախագծեր հենց մարզերում, որպեսզի մարդիկ չտեղափոխվեն մարզերից Երևան,
գան կամ Հայաստանից դուրս մնան իրենց մարզերում եւ աշխատեն։ Համագործակցում ենք միավորված ազգերի կազմակերպության հետ, 2 անգամ արդեն բարեհաջող ծրագիր ենք արել, երկրորդ ընթացքի մեջ է ու մի շարք այլ կազմակերպությունների ու ՀԿ-ների հետ։ Շատ լավ, նշեցիք, որ SMM, հա, այս բոլոր տիրույթները արդեն կան ձեր դասավանդման process-ի մեջ։ Ինչ շատ հետաքրքիր է, քանի որ կան առարկաներ, կան մասնագիտություններ, որոնք սովորելու ընթացքում պահանջում են նաև պրակտիկա, ավելի կիրառելի դարձնելու համար, հմուտ դառնալու համար, պետք է հենց պրակտիկորեն օգտագործել։ Հատկապես հենց SMM ոլորտը, հա։ Մի քիչ հասկանանք ինչքանով են կարողանում ապահովել հենց այդ պրակտիկան։ Պրակտիկայի կտորը մեզ մոտ հատուկ մեթոդ ունենք, որը նախատեսված է յուրաքանչյուր անձ peer-to-peer մեխանիզմով ընկերոջ համար, այսինքն միասին գտնելով անգամ իրար օգնելով պրակտիկան մենթորշիփի հետ կարողանալ համատեղել ու ունենք կազմակերպություններ, որտեղ կարողանում ենք ուղարկել նաև պրակտիկայի ու ունենք ուսանողներ, որոնք մեծամասամբ անցնում են պրակտիկան հենց իրենց անձնական բիզնեսի վրա։ Բիզնեսի վրա, երբ դու քո սեփական բիզնեսի վրա ես պրակտիկա անցնում, ավելի հնարավորություն է տալիս ծանոթանալ թե մարտահրավերներին, թե սխալվելու եւ թե հաջողելու, որի արդյունքում ունենք շատ մեծ հաջողություններ գեներացրած ուսանողներ։ Ովքեր են դասավանդողները։ Սա նույնպես շատ կարևոր է, որովհետև դու եթե քեզ ուզում ես հասկանաս այդ մասնագիտություն, պիտի հասկանաս ում ես վստահում քեզ, ում ձեռքերում ես դու, որպեսզի կարողանաս հետո արդեն դառնալ լավ մասնագետ։ Մեր դասախոսները, դասավանդողները մի շարք կազմակերպություններում բավականին տարիների աշխատանքային փորձառություն ունեցող անձինք են, ովքեր հմտանում են եւ յուրաքանչյուր օր վերակրթվում են նաեւ կազմակերպությունը, որովհետեւ իր սոցիալական պատասխանատվության ներքո է վերցնում նաեւ իր թիմակիցների հետագա կարիերայի աճը, կարիերայի կրթական աճը նաեւ ու փորձում է օգնել, որպեսզի իրենք եւս այդ կրթությունը ստանան։ Իրենք վերապատրաստվում են ու հենց մեզ մոտ էլ արդեն սկսում են համագործակցությունը, սկսում ենք դասընթացները։ Շատ լավ, ինչքանով են կարողանում այսօր ընդլայնել աշխարհագրությունը հենց այս ուսման process-ի հետ կապված։ Որտեղից ունենք ուսանողներ, ովքեր միանում են կամ գալիս են, ինչքանով է աշխարհագրությունը արդեն մեծացել։ Բավականին մեծ մասշտաբով ենք աշխատում, այս պայդրությամբ Հայաստանի բոլոր մարզերից ունենք ուսանողներ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Քուվեյթից, ուսանողներ ունենք Լեհաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, մի շարք երկրներից, ովքեր տեսել են մեզ սոցիալական հարթակներում, դիմել են մեզ, փորձել են սկսել ու նաև հետագայում իրենց բիզնեսների համար Հայաստանից աշխատակիցներ են նաև վերցնում, սկսում են համագործակցություններ անել։ Շատ լավ, դուք ներկայացնում եք դասընթացների մի ամբողջ գրաֆիկ, հա, ցանկ, որը հասանել է երիտասարդ սերնդին, որովհետև լեզվի իմացությունը այսօր երիտասարդ սերնդի համար շատ հեշտ է, բայց կա միջին սերունդ, որը ուզում է, հա, օրինակ SMM կամ չգիտեմ, մարքեթինգ ուսումնասիրել, բայց մտածում է դե եթե անգլերեն չգիտեմ, բա ոնց պիտի այս ամեն ինչ անեմ եւ դա ինձ համար խոչընդոտ է։ Եկեք խոսենք հենց ճակերտավոր խոչընդոտի մասին։ Արդյոք այդպիսի բան կա, որ եթե լեզվին լավ չեմ տիրապետում, այդ մասնագիտություններն ինձ համար անհասանելի են։ Սովորիր IT-ում չէ, որովհետև հայերեն են հիմնականում դասընթացները ու շատ մայրիկներ նույնպես կարողանում են դասընթացներ վերցնել, տանը նստած կարողանում են սովորել ու արդեն տանից աշխատանք գտնել։ Այսինքն այն պետք չի բարձ իմանալ անգլերեն։ Այո։ Ցանկալի է, բայց այո, դասընթացներ ունենք, որոնց դեպքում որոշակի պայմաններ, սեռատարիքային կազմ, համագործակցության ձևաչափ եւ այլն կամ ֆիքսված, որտեղ պետք է այդ պարամետրերին ապահովել, բայց ունենք հիմնական դասընթացներ, որոնք սկսնակի համար են նաեւ նախատեսված, ոչ հիմնական գիտելիքներով մարդիկ կարողանում են կամ իրենց մասնագիտությունը փոխել դառնալ այդ մասնագետը սովորելուց հետո կամ նոր մասնագիտություն ձեռք բերել, որովհետեւ մեր համար հենց դա է հիմնական կետը դրված, որ մարդկանց հնարավորություն տակ իրենց մասնագիտությունները կամ փոխելու եւ ավելի կայուն բարեկեցիկ ապագա ունենալ։ Մի կուրսը ինչքան է տևում։ Տևողությունը սկսվում է մոտ 2 ամսից մինչև 7 ամիս։ Ունենք տարբեր ամիսների ձևաչափերի կուրսեր։ Այսինքն մոտավորապես պետք է հասկանալ, որ այսքան ժամանակ հաստատ պիտի տրամադրել այս աշխատանքը։ Այո, ու շատ կարևոր է ճիշտ ժամանակ տրամադրելու ու սովորելը, որովհետև միայն սովորելու արդյունքում են իրենք հաջողության հասնելու, որովհետև կազմակերպությունը իր թիմը ինչքան էլ օգնի իրենք, եթե անձնապես ցանկանան կրթություն ստանալ ու համապատասխան կրթություն ստանալ ու մի քիչ էլ, այսպես ասած, ինքն իրեն սովորեն, լավ արդյունքների, այսպես ասած, իրենք չեն կարողանալու հասնել։ Իսկ հետևողական է ինչ եղան ձեր ուսանողները, հա, որոնք սովորեցին, ավարտեցին, տեղավորվեցին աշխատանքի, արդյոք աշխատատուն տալիս է ձեզ ֆիդբեք, այո, մալադեց, ապրեք, ինչ լավն է,
կամ չգիտեմ, այսինչ վատ ուսանող եք ուղարկել, մասնագետ չի եւ այլն։ Այո, հատուկ մասնագետ ունենք, որը գործատուների հետ մշտապես կապի մեջ է լինում եւ այդ feedback կարծիքները հավաքագրում է ու կարծիքների հիման վրա մենք վերլուծություն ենք կատարում, թե ինչ մարտահրավերներ ունենք ապագայում, ինչ սխալներ ենք օրինակ գործել, որտեղ հայկական բիզնեսները, առհասարակ բիզնեսները միշտ ունեն մենթե սխալներ, ու այդ սխալների վրա սկսում են իրենց շտկումները կատարել ու դրա հիմքով էլ արդեն մեր ապագա պլանավորումներն ենք իրականացնում հետագա մասնագիտությունների կամ դասթասների վերապատրաստման կարգի վերաբերյալ։ Ինձ հետաքրքիր է 7000-ից ավել ուսանող ունեք։ Ամենաերիտասարդ եւ ամենատարեց ուսանողային տարիքը ո՞րն է, որ մինչեւ հիմա ունեցել եք։ Ամենաերիտասարդը 9 տարեկան եւ ամենատարեցը 67։ Իսկ ինչ մասնագիտություններ էին ուսումնասիրում։ Երկուսն էլ սոցիալական մեդիա մարքեթինգ։ Սոցիալական մեդիա մարքեթինգ։ Վաու, հետաքրքիր է։ Շատ լավ, եւ քանի որ օրեցօր են ավելանում, հա, ժամանակակից մասնագիտությունները, հատկապես ՏՏ ոլորտում, ինչքանով եք ուսումնասիրում դաշտը, հետեւողական եւ արդյոք նոր մասնագիտության դեպքում կարողանում եք շատ արագ վերցնել եւ մասնագետ ունենալ եւ տալ նաեւ հենց այդ դասավանդումը։ Ունենք հատուկ թիմեր, ովքեր զբաղվում են շուկայի օրեկան, շաբաթական եւ ամսական վերլուծությամբ, որպեսզի հասկանանք եւ արդի մնանք շուկայում, քանի որ կարեւոր է շուկայի բոլոր մարտահրավերներին եւ փոփոխություններին միշտ պատրաստված լինելը։ Ու ամսվա մեջ ունենում ենք նոր դասընթացներ նաեւ։ Նոր դասընթացների մեկնարկներ ենք սահմանում, նոր խմբերի մեկնարկներ կամ նոր ձևաչափեր, միքս դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս նաեւ այն մարդկանց, ովքեր ցանկացել են մեզ մոտ սովորեն, սակայն այլընտրանքային տարբերակում մենք չենք ունեցել այդ կրթությունը, չենք ունեցել տվյալ դասթացը, իրենց հետ առաջարկ ենք ուղարկում, որ արդեն ունենք այդ դասընթացները։ Կարող եք սկսել եւ սովորել, որովհետեւ մեր սոցիալական մեդիան միշտ իրենց համար բաց եւ հասանելի է։ Սկսել եւ սովորել, շատ լավ բան ասաց մեր հյուրը եւ երբեք ուշ չի սովորել եւ շատ կարեւոր է։ Այնպես որ շնորհակալություն ձեզ, որ այս կարեւոր նախաձեռնությունն եք իրականացնում, սովորել, ինչպես ասում են ժամանակին մի պապիկ, որի անունն է Լենին, բայց հիմա լավ է, որ արդեն մեր ժամանակներում բոլորը սովորում են եւ մտածում են նոր մասնագիտություններ, հա, արդեն ընկալելու եւ հաշվի չառնելով դե իմ տարիքը արդեն անցել է, ինչի՞ս է պետք։ Այդպես չի։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սարգոն Կարմիր Չոր գինին, որովհետեւ ձեր յուրաքանչյուր հաղթանակ հենց այս գինու միջոցով կարողանաք նշել եւ քանի որ կա ոչ թե ՏՏ ոլորտում, այլ ավելի շոշափելի եւ տեսանելի արվեստի ոլորտում արև բացիկներ հասկացողությունը, նախատեսված լինելով սիրելի ու հարազատ մարդկանց էմոցիաներ նվիրելու համար, ուզում եմ ձեզ նվիրել այս երկու բացիկը, մեկը Հայկոյի երգից է ներառված, երազս կատարվել է սրտումս ես, մյուսը Դուրյանի խոսքերն են, դու ծաղիկ ես բույրով ես հարուստ, դու արև ես լույսով ես հարուստ, այնպես որ սա նվիրել ձեզ համար հարազատ ու սիրելի մարդկանց եւ թող օրը սկսվի էմոցիաներով ու արևով։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն ձեզ եւս։ Շնորհակալություն, հիմա մեր ուրույն կճանապարհենք, կվերադառնանք եւ Ադրինի հետ միասին կամփոփենք ծրագիրը։